Ողջույն հարգելի ընկերներ, ուրեմն որպես կանոն մենք արդեն գիտենք, որ այս թուրք-ադրբեջանական վասալը, որ մեկնում է եվրոպական որևէ երկիր եւ հանդես գալիս Հայաստանի անունից, որևէ դրական բան մենք իհարկե չենք կարող սպասել եւ այս անգամ անցած շաբաթվա իր այս Լեհաստան կատարած այցի ընթացքում կրկին եւ կրկին իր այդ էժանագին, հա, դիշովի ֆրազաներով հանդես եկավ, թե բա այսօրվա աշխարհում փորձ է արվում տպավորություն ստեղծել, ուշադիր, էլի, շեշտադրումը սրա վրա է, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ժողովրդավարական երկիր նշանակում է թույլ երկիր։ Լավ, եկեք մի պահ մի հատ sense իրար հետ ենթադրենք, հա, ընդամենը, որ այս իր 8 տարվա ընթացքում ստեղծած, ես կասեի բանանային ռեսպուբլիկան, մի պահ ենթադրենք, որ ժողովրդավարություն է իրոք, այսինքն փորձեր են արվում այդ ժողովրդավարության դեմ, ինչ-որ տպավորություններ ստեղծել, որ իբր թե թույլ երկիր է, հա, դուս է գալիս, որ մեր, հա, աշկերի տեսածը, որ մենք տենում ենք, քո նվաստացած, հա, կզած, ծնկաչոք, ողորմելի, զրոյական կերպարը, հա, Ալիևի դեմը, էդի մեր աշկերի տեսածին մենք չհավատանք, հա, էդի պարզապես, հա, բանա, տպավորություն է, որ ստեղծվել է։ Ուրեմն էդի ինչ որ մենք մեր աշկերը տենում ենք, էդի տպավորություն չի, էդի պարզապես իրականություն է, էդի փաստեր են, հա։ Հələ գնացել ես Ալիևի դեմը հանվե կանգնել ես, հետևանց մեզ է ասում ես, որ տպավորություն է, հա։ Լսի, սևը սպիտակի վրա մենք այդ բոլորը տենում ենք։ Ես չգիտեմ ում համար ես այս ֆրազաները դիշովի արտասանում, բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ շատ մարդիկ կան, ովքեր որ սրան կտրվեն, բայց ես քեզ մի հատ ուրիշ խորհուրդ ունեմ, ճիշտն ասած, քո վասալային կարգավիճակը հաշվի առնելով, որ քո տեղը լինեի, մի քիչ զգուշ կլինեի, սենց էշ հայտարարություններ չի անի, որովհետև մենք բոլորս շատ լավ գիտենք, որ հանկարծ էդի ընգնի Ալիևի ականջին բռնապետի, որի վասալը որ դու ես, այ ուժեղ դեմոկրատ, հանկարծ որ ընգնի իր ականջին ու որոշի արձագանքի քեզ, բոլորս շատ լավ գիտենք, որ սենց արագի մեջ մտնելու ես քո այդ մկան ծակը ու ծպտուն չես հանելու, ու մեջտեղը մենք ենք էլի ոնց որ նվաստանալու, դրա համար մի քիչ տենց, որ գնում ես Լեհաստանի փեշի տակից տենց հայտարարություններ ես անում, մի քիչ մի երկու քայլ առաջ մտածի, նոր տենց հայտարարություններ արա եղավ,